Արմեզիայի YouTube ալիքում ամենագլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն բոլորին մշտական աջակցության համար։ Շարունակեք բաժանորդագրվել ալիքին եւ հավանել նյութերը, իսկ մենք սկսենք օրվա լրահոսը։ Գլենդելի քաղաքային խորհուրդը եւ բնակարանային մարմինը համատեղ նիստում հաստատել են 2026-27 ֆինանսական տարվա Section 8 բնակարանային ծրագրի տարեկան պլանը։ Նիստի ընթացքում ներկայացվել է, որ ծրագիրը շարունակում է ծառայել ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, ապահովելով վարձակալության աջակցություն եւ բնակարանային կայունություն։ Սակայն պաշտոնյաները նշել են, որ 2024 թվականի դեկտեմբերից Գլենդելի բնակարանային մարմինը գործում է բյուջետային պակասորդի պայմաններում։ Պակասորդը պայմանավորված է այն հանգամանքով, որ ծախսերը գերազանցում են տրամադրված ֆինանսավորումը։ Դրա արդյունքում դաշնային կառավարությունը տրամադրել է լրացուցիչ աջակցություն, սակայն դրա դիմաց սահմանափակել է նոր շահառուների ընդգրկումը ծրագրում, այսինքն սպասման ցուցակից նոր ընտանիքներ չեն ներգրավում, մինչ ֆինանսական վիճակը չկայունանա։ Ըստ ներկայացված տվյալների ծրագրի ամբողջական ֆինանսավորման համար անհրաժեշտ է մոտ 54.6 միլիոն դոլար։ Նիստի ընթացքում քաղաքային խորհրդի անդամները բարձրացրել են նաև մի շարք հարցեր կապված վարչական ծախսերի, ծրագրի թափանցիկության եւ հնարավոր չարաշահումների վերաբերյալ։ Պաշտոնյաները նշել են, որ իրականացվում են մշտական ստուգումներ եւ աուդիտներ, իսկ խախտումների մասին տեղեկությունները քննվում են։ Հանրային ելույթի ժամանակ բնակիչներից մեկը քննադատել է գործընթացը, նշելով, որ նման կարևոր ծրագրի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվել է շատ ուշ, ինչը սահմանափակել է լիարժեք քննարկման հնարավորությունը։ Նա նաև կոչ է արել ավելի խիստ վերահսկողություն իրականացնել հնարավոր խարդախությունների նկատմամբ։ Չնայած քննադատություններին, ծրագիրը հաստատվել է, քանի որ դրա չընդունումը կարող էր հանգեցնել դաշնային պահանջների խախտման։ Քաղաքային իշխանությունները նշել են, որ հետագայում պատրաստ են վերանայել եւ անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել ծրագրում, հաշվի առնելով ինչպես հանրության, այնպես էլ խորհրդի անդամների առաջարկները։ Լոս Անջելեսում իրականացված լայնածավալ դաշնային գործողության շրջանակում Մակարթեր պարկի տարածքում թմրանյութերի ապօրինի վաճառքի գործով ձերբակալվել է 18 մարդ, նրանք մեղադրվում են ֆենտանիլի եւ մետամֆետամինի տարածման մեջ։ Օպերացիայի ընթացքում մեկ բնակարանից հայտնաբերվել է շուրջ 40 ֆունտ, մոտ 18 կիլոգրամ ֆենտանիլ, ինչը ըստ պաշտոնյաների կապված է եղել այգու տարածքում գործող թմրանյութերի ցանցի հետ։ Հարավային Լոս Անջելեսից մի զույգ համարվում են հիմնական մատակարար, որոնք թմրանյութերը պահում էին առևտրային տարածքներում եւ փոխանցում փողոցային դիլերներին։ ԱՄՆ դատախազության ներկայացուցիչ տեղակալ Բիլ Էսայելին հայտարարել է, որ այս գործողությունը անհրաժեշտ էր, քանի որ Մակարթեր պարկը պետք է լինի ընտանիքների համար, ոչ թե թմրանյութերի վաճառողների եւ հանցագործների։ Գործողությանը մասնակցել է ավելի քան 200 իրավապահ, այդ թվում թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը եւ Լոս Անջելեսի ոստիկանությունը։ Իրականացվել են մի շարք խոզարկություններ, ինչպես բնակարաններում, այնպես էլ բիզնես տարածքներում։ Իրավապահների գնահատմամբ թմրանյութերի մատակարարումները կարող են կապված լինել Սինալոա կարտելի հետ, որը համարվում է տարածաշրջանում ֆենտանիլի եւ մետամֆետամինի հիմնական աղբյուրներից մեկը։ Գործի շրջանակում արդեն մեղադրանքներ են ներկայացվել եւ կասկածյալները պետք է ներկայանան դատարան։ Եվս 7 անձ գտնվում է հետախուզման մեջ։ Պաշտոնյաներն ընդգծել են, որ գործողությունը բացառապես ուղղված է եղել թմրանյութերի շրջանառության դեմ պայքարին եւ նպատակ ունի վերականգնել անվտանգությունը Լոս Անջելեսի այս կարևոր տարածքում։ Համաձայն վերջին տվյալներին, այն հարկատուները, ովքեր կորոնավիրուսի ժամանակաշրջանում տուգանվել են IRS-ի կողմից, հարկերը ուշ վճարելու կամ ուշ հայտարարագրելու համար կարող են իրավունք ունենալ վերադարձ ստանալու կամ տուգանքների չեղարկման։ Խոսքը վերաբերում է 2020 թվականի հունվարից մինչև 2023 թվականի հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածին, երբ IRS-ը սահմանել է ավելի քան 120 միլիոն դոլար տուգանք ուշ վճարումների եւ հաշվետվությունների համար։ Դաշտային դատանը Բոնկտոն դեմ US գործով որոշել է, որ COVID-19-ի ընթացքում արտակարգ օրենքները փաստացի երկարաձգել էին հարկերի ներկայացման վերջնաժամկետները, ինչի հետևանքով IRS-ը կարող է պարտավոր լինել վերադարձնել այդ տուգանքները։ Սակայն կարևոր է ընդգծել, որ այս հնարավորությունը ավտոմատ համակարգով չէ։ Հարկատուները պետք է մինչև հուլիսի 10-ը դիմում ներկայացնեն իրենց իրավունքները պահպանելու համար։ Մասնագետների խոսքով հատկապես ցածր եւ միջին եկամուտ ունեցող մարդիկ կարող են առավելապես տուժել, քանի որ հաճախ չեն տեղեկանում նման իրավական փոփոխությունների մասին եւ կարող են բաց թողնել գումար վերադարձնելու հնարավորությունը։ Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հատուկ ձևաթուղթ Form 843-ը եւ ուղարկել այն IRS-ի համապատասխան կենտրոն։ Փորձագետները զգուշացնում են, ժամանակը սահմանափակ է եւ հարկատուները պետք է արագ գնահատեն իրենց իրավիճակը հնարավոր վերադարձից չզրկվելու համար։ Եթե ինքնուրույն չեք կարող անել, ապա անպայման դիմեք լիցենզավորված մասնագետների կամ կենտրոնների, թեև այս թողարկման մեկնաբանության բաժնում կտեղադրենք նաեւ լինքը, որտեղից կարող եք ներբեռնել համապատասխան Form 843-ը։ Վաշինգտոնում տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ նոր մանրամասներ են հրապարակվել։ Իրավապահների տվյալներով 45-ամյա Մայքլ Մարքսը, որը մեղադրվում է ոստիկանների ուղղությամբ կրակ բացելու մեջ, մինչ միջադեպը գտնվել է
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ավտոշարասյան երթուղու մոտ։ Դեպքը տեղի ունեցել Վաշինգտոն մոնումենտի հարակից տարածքում։ Քննիչների խոսքով իրավապաններն արձագանքել են հաղորդման, ըստ որի կասկածյալը շարժվում էր Սպիտակ տան շրջակայքում իր վրա թաքցրած հրազենով։ Երբ ոստիկանները մոտեցել են, Մարքսը փորձել է փախչել, այդ ընթացքում հանել է զենքը ու կրակ բացել իրավապաններից մեկի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վիրավորվել է նաև պատահական անցորդ դեռահաս, ով ըստ տեղեկությունների լուրջ վնասվածքներ չի ստացել։ Իրավապանները պատասխան կրակ են բացել, վնասելով կասկածյալին որովայնի և թևի հատվածներում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ըստ իրավապանների նա արտաբերել է սպառնալիքներով և հայհոյանքներով արտահայտություններ Սպիտակ տան հասցեին։ Դեպքի առիթով Ջանին Պիրոն հայտարարել է, որ մեղադրանքները կլինեն հնարավորինս խիստ, ընդգծելով, որ նման բռնությունը հատկապես անընդունելի է, երբ տեղի է ունենում երկրի իշխանության կենտրոնին մոտ։ Մարքսին արդեն առաջադրված են մի շարք մեղադրանքներ զինված հարձակում իրավապանների վրա, հրազենի կիրառություն հանցագործության ընթացքում և զենքի ապօրինի պահում, հաշվի առնելով նրա նախկին դատվածությունը։ Հայտնի է, որ նա նախկինում դատապարտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, ինչի պատճառով հրազեն ունենալու իրավունք չուներ։ Միջադեպի պահին նախագահ Դոնալդ Թրամփը գտնվում էր Սպիտակ տանը, որտեղ անցկացվում էր միջոցառում։ Անվտանգության նկատառումներով շենքը ժամանակավորապես փակ է եղել։ Վաշինգտոնում ավարտվել է մի քանի օր շարունակվող բողոքի ակցիան, որը կապված էր արհեստական բանականության և Իրանի պատերազմի դեմ պայքարի հետ։ Ֆլորիդայից ակտիվիստ Գույդո Ռեջստադերը 5 օր շարունակ մնացել էր Ֆրեդերիկ Դագլաս Մեմորիալ կամրջի կամարներից մեկի վրա, այնտեղ տեղադրելով վրան։ Նրա ակցիայի ընթացքում ոստիկանությունը ժամանակ առ ժամանակ փակել է ճանապարհի գոտիները, ինչը առաջացրել է երթևեկության խցանումներ։ Ակտիվիստը հայտարարել էր, որ իր քայլը նպատակ ունի ուշադրություն հրավիրել խաղաղության և ապագայի համար պայքարի վրա, կոչ անելով մարդկանց ավելի ակտիվ լինել այս հարցերում։ Այսօր առավոտյան նա իջել է կամարից ավարտելով իր բողոքը։ Իրավապանները նրան մեղադրանք են առաջադրել հասարակական կարգը խախտելու, ապօրինի մուտքի և ոստիկանության հրահանգներին չենթարկվելու համար։ Նշվում է նաև, որ նույն ակտիվիստը նմանատիպ բողոք էր ներկայացրել նաև 2022 թվականին նույն կամրջի վրա, այդ անգամ կապված ԱՄՆ գերագույն դատարանի որոշման դեմ։ Միացյալ Նահանգներում անցկացված նոր հարցումը ցույց է տալիս, որ հասարակական վերաբերմունքը ներգաղթի հարցում զգալիորեն փոխվել է։ Ամերիկացիների մոտ 60%-ը կարծում է, որ Միացյալ Նահանգները նախկինում լավ վայր էր ներգաղթյալների համար, սակայն այժմ այդպես չէ։ Հարցմանը մասնակցել է ավելի քան 2500 մարդ։ Հետազոտությունը նաև բացահայտել է, որ Միացյալ Նահանգների բնակիչների մոտ 1/3-ը անձամբ ճանաչում է մեկին, ով տուժել է ներգաղթի խիստ քաղաքականությունից, սկսած փաստաթղթերը մշտապես իրենց հետ պահելուց, մինչև ճանապարհորդությունների փոփոխություն կամ նույնիսկ ձերբակալություն ու արտաքսում։ Հատկապես բարձր է այս ցուցանիշը իսպանախոս համայնքում, որտեղ կեսից ավելին նշում է, որ իրենց կամ իրենց ծանոթների կյանքը փոխվել է վերջին 1 տարվա ընթացքում ներգաղթի խստացված վերահսկողության պատճառով։ Միացյալ Նահանգների գերագույն դատարանում էլ դեռևս քննվում է ծննդյան իրավունքով քաղաքացիության սահմանափակման հարցը, ինչը ևս մեծացնում է լարվածությունը այս թեմայի շուրջ։ Չնայած դրան, հարցման տվյալներով ամերիկացիների մոտ 2/3-ը շարունակում է աջակցել այն գաղափարին, որ Միացյալ Նահանգներում ծնված բոլոր երեխաները պետք է ավտոմատ կերպով ստանան քաղաքացիություն, անկախ իրենց ծնողների կարգավիճակից։ Դաշնային հետաքննությունների բյուրոն FBI-ը խուզարկություն է իրականացրել Վիրջինիա նահանգի սենատի առաջնորդ Լուիս Լուկասի գրասենյակում կոռուպցիոն գործի շրջանակում։ Խուզարկությունը տեղի է ունեցել Պորտսմութ քաղաքում գտնվող նրա տարածքային գրասենյակում։ FBI-ը հաստատել է միայն այն, որ իրականացվում է դատարանի թույլատվությամբ խուզարկություն, սակայն գործի մանրամասները չի հրապարակել։ Ըստ հրապարակված տեղեկությունների, իրավապահների ուշադրության կենտրոնում է նաև Լուկասի կողմից հիմնադրված բիզնեսը, որը զբաղվում է կանեփի և CBD արտադրանքի վաճառով։ Տեղական լրատվամիջոցները նախկինում կասկածներ էին հայտնել, որ որոշ ապրանքներ կարող են սխալ մակնշված լինել։ Լուկասը հանդիսանում է մարիհուանայի օրինականացման ակտիվ կողմնակից։ Քննությունը շարունակվում է և պաշտոնական մեղադրանքներ էլ այս պահին դեռևս ներկայացված չեն։ Շարունակենք մերձավոր արևելքի թեմաներով։ Իրանը հայտարարել է, որ ուսումնասիրում է Միացյալ Նահանգների նոր առաջարկը պատերազմի ավարտի շուրջ։ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանը շուտով կփոխանցի պատասխանը Պակիստանի միջոցով, որը հանդես է գալիս, գիտեք, որպես հիմնական միջնորդ ու արդեն հյուրընկալել է խաղաղության միակ բանակցությունները։ Տեղեկությունների համաձայն Վաշինգտոնը և Իրանը մոտ են մեկ էջանոց հուշագրի շուրջ համաձայնության, որը կարող է պաշտոնապես ավարտել պատերազմը։ Դրանից հետո նախատեսվում են լրացուցիչ բանակցություններ
լավագնացությունը վերականգնելու համար, ԱՄՆ պատժամիջոցները մեղմելու եւ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների շուրջ համաձայնության հասնելու նպատակով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի, եթե Իրանը համաձայնի արդեն քննարկված պայմաններին, սակայն չի մանրամասնել առաջարկի բովանդակությունը։ Պակիստանյան աղբյուրները նշում են, որ կողմերը շատ մոտ են համաձայնության, սակայն Սպիտակ տունը պետքարտուղարությունը եւ իրանական պաշտոնյաները դեռևս չեն մեկնաբանել զարգացումները։ Համաձայնության հնարավորության մասին լուրերը անմիջապես արձագանք են ստացել շուկաներում նավթի գների անկմամբ եւ ֆոնդային շուկաների աճով։ Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել էր աշխարհի առաջատար մարզիկներին, ներկայացնելով հունիսի 14-ի Սպիտակ տան UFC-ի մրցաշարի մանրամասները։ Նախագահը նշել է, որ միջոցառումը կդառնա ամենամեծ շոուներից մեկը։ Ներկաների թվում էին Ալեքս Պերեյրան, Իլյա Թոպուլյան, Ջասթին Գեյջին եւ այլք։ Նախատեսվում է, որ Սպիտակ տան դիմաց կտեղադրվեն հազարավոր նստատեղեր, իսկ հարակից տարածքներում մեծ էկրաններով միջոցառմանը կհետևեն տասնյակ հազարավոր մարդիկ։ Հանդիպման ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփը անդրադարձել է արտաքին քաղաքականությանը, խոսելով Իրանի հետ ընթացող բանակցությունների մասին։ Նրա խոսքով Իրանը ցանկանում է համաձայնության հասնել, սակայն Վաշինգտոնի հիմնական պայմանը մնում է նույնը եւ անփոփոխ։ Թեհրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Նախագահը պնդել է, որ Միացյալ Նահանգները լիովին վերահսկում է իրավիճակը եւ հավելել, որ վերջին 24 ժամում անցկացված բանակցություններն անցել են շատ լավ եւ հնարավոր է, որ կողմերը արդեն հասնեն համաձայնության։ Այսօր ՄԱԿ-ում Բահրեյնի մշտական ներկայացուցիչ Ջամալ Ֆարեհ Սալրովային հայտարարել է, որ անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է գումարել Իրանի կողմից իրականացված հարձակումների պատճառով, որոնք ուղղված են եղել Արաբական Միացյալ Էմիրությունների դեմ։ Նրա խոսքով այս գործողությունները հանդիսանում են տարածաշրջանի ապակայունացման շարունակական եւ վտանգավոր միտման մաս, սպառնալով Պարսից ծոցի անվտանգությանը։ Բահրեյնը խստորեն դատապարտել է հարձակումները եւ հայտարարել լիակատար աջակցություն Արաբական Միացյալ Էմիրություններին, կոչ անելով միջազգային հանրությանը, հատկապես ՄԱԿ անվտանգության խորհրդին, տալ միավորված եւ վճռական արձագանք։ Իր հերթին Միացյալ Էմիրությունների մշտական ներկայացուցիչ Մոհամմեդ Աբու Շահաբը մանրամասնել է, որ մայիսի 4-ին Իրանը արձակել է մի շարք բալիստիկ եւ թեւավոր հրթիռներ, ինչպես նաեւ անօդաչու սարքեր ուղղված Միացյալ Էմիրությունների տարածքին։ Նրա խոսքով օդային պաշտպանությունը կարողացել է խոցել սպառնալիքների մեծ մասը, սակայն կան նաեւ վիրավորներ եւ վնասված ենթակառուցվածքներ։ Դիվանագետն ընդգծել է, որ հարձակումները թիրախավորել են քաղաքացիական եւ էներգետիկ կարևոր ենթակառուցվածքներ, ինչպես նաեւ առևտրային նավերը, վտանգելով համաշխարհային էներգետիկ մատակարարումները։ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ այս գործողությունները խախտում են միջազգային իրավունքը եւ ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերը։ Հնչել է կոչ ՄԱԿ անվտանգության խորհրդին գործել վճռական եւ ապահովել, որ Իրանը ենթարկվի միջազգային պարտավորությունների։ Արդեն նավթի թեմայով համաշխարհային շուկաներում արձանագրվել է զգալի անկում կապված ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնության սպասումների հետ։ Այսօր նավթի գները շարունակել են նվազել, հասնելով վերջին երկու շաբաթվա նվազագույն մակարդակին։ Եվրոպական առևտրի ընթացքում Brent տեսակի նավթի գինը նվազել է ավելի քան 9%-ով, հասնելով մոտավորապես $99.80 մեկ բարելի դիմաց, ինչը առաջին անգամն էր ապրիլի 22-ից ի վեր, երբ այն $100-ից ցածր մակարդակում էր։ Հետագայում գինը մասամբ վերականգնվել է եւ կրկին անցել $100 սահմանը։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների WTI-ը West Texas Intermediate տեսակի նավթը նույնպես կորցրել է իր արժեքի շուրջ 6%-ը վաղ առևտրի ընթացքում։ Տեղեկությունների համաձայն Վաշինգտոնը սպասում է Իրանի պատասխանի խաղաղության համաձայնագրի հիմնական կետերի վերաբերյալ առաջիկա 48 ժամվա ընթացքում։ Աղբյուրները նաև նշում են, որ սա ամենամոտ պահն է, երբ կողմերը եղել են համաձայնության հասնելուն պատերազմը սկսվելուց ի վեր։ Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ կընդունի միայն արդար եւ համապարփակ համաձայնություն։ Գանք Միացյալ Նահանգներ եւ Կալիֆոռնիա մասնավորապես նահանգապետի ընտրությունների մասնակցող 7 տեխնացուներ հերոստաբանավեճի էին, որտեղ քննարկել են գազի գների աճը, հարկային քաղաքականությունը, առողջապահությունը եւ կյանքի բարձր արժեքը։ Բանավեճը համընկել է փոստային քվեարկության մեկնարկի հետ։ Հանրապետական տեխնացուներ Ստիվ Հիլթոնը եւ Չադ Բիանկոն քննադատել են դեմոկրատներին, հայտարարելով, որ վերջին տարիներին Կալիֆոռնիայում կյանքի պայմանները վատացել են եւ ժամանակն է փոփոխությունների։ Դեմոկրատ տեխնացուները Խավիեր Բեսերան, Քեթի Պորտերը, Թոմ Ստայերը, Մետ Մահանը եւ Անտոնիո Վիլարագոսան փորձել են ընդգծել իրենց ծրագրերի եւ միաժամանակ մեղադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, նշելով, որ նա է Կալիֆոռնիայի հիմնական սպառնալիքներից մեկը։ Բանավեճի հիմնական թեմաներից մեկը կյանքի բարձր արժեքն էր, հատկապես բենզինի գները, որոնք Կալիֆոռնիայում գերազանցում են 1 գալոնի համար $6։ Տեխնացուների միջև սուր վեճ է ծագել այս հարցի շուրջ, թե ով է պատասխանատու բարձր գների համար՝ դաշնային իշխանությունը, թե նահանգային հարկերն ու կանոնակարգերը։ Այդպես էլ չտալով հստակ պատասխաններ, թե ինչ պետք է անել ապագայում նման իրավիճակներից պաշտպանվելու համար։
Սպիտակ տանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանիա Թրամփը մայրերի տոնին ընթരാճ ընդունել էին զինվորականների մայրերի, ընդգծելով նրանց դերը երկրի պաշտպանության եւ հասարակության ամրապնդման գործում։ Մելանիա Թրամփը նշել է, որ մայրերի սերը եւ նվիրումը հանդիսանում են Ամերիկայի ուժի հիմքը։ Նա հատկապես անդրադարձել է այն մայրերին, որոնց երեխաները ծառայում են բանակում, ընդգծելով նրանց կրած զոհաբերությունները։ Նախագահ Թրամփը բարձր է գնահատել ամերիկյան բանակի կարողությունները, հայտարարելով, որ այն աշխարհի ամենահզորն է։ Նրա խոսքով վերջին տարիներին իրականացված ներդրումները զգալիորեն ուժեղացրել են զինված ուժերը։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև զինվորական ընտանիքների պատմություններ, ընդգծելով նրանց անձնական փորձը եւ զոհաբերությունները։ Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլորին նրանց նվիրումի եւ հայրենասիրության համար, շնորհավորելով Մայրերի օրը։ Այսօրվա համար առանձնացրել էինք այսքանը, սիրելի եւ հավատարի մեր լսարան։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ առողջ եւ խաղաղ եղեք։ Ցտեսություն։